Սենց բան կինոներում էլ չեմ տեսել ճիշտ ասած։ Այն տորնադը, որ էլ նայում ենք, դա էլ երևի էսա չէր, ոնց որ հիմա։ Այնինչ տեսան ապարանցիները Կիրակի, ամերիկյան ֆիլմերում էլ չէին տեսել։ Ալագյազից իջած փոթորիկը, ասում են, ոչ աջ, ոչ ձախ, մի գծով սրբել տարել է տեսածը։ Էսի աղետ էր, բայց այնքանով ենք ուրախ, որ մարդկային զոհեր չի եղել։ Մեծ ստոլբայա, շուրիկ է բողջի մեջ, ծառներ ջարդե։ Սեդատատը մենակ է ապրում, համբերատար սպասում է, թե երբ են գալու ու իր բակից սյունը տանեն։ Տեսար։ Տեսանք, ոչ միայն սյունն է շուռ տվել, այլև նույն փողոցում մարդկանց տանիքներ է փոթորիկը տարել։ Մենակ կրիշը չի, որ ասես կրիշնա, փետերը չկա ամբողջ, պատուհաները չկա, չգիտենք։ Տասնյակ տներ, ավտոմեքենաներ, խանութներ, շենքերի տանիքներ, 3 ապարանում տեղի ունեցած փոթորկի վնասների նախնական տվյալներն են։ Բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ նման աղետ քաղաքում երբ է եղել, բայց երեկվանից ոչ գազ ունեն, ոչ լույս։ Էնա բերեմ գազը բլաբլաբլա։ Որ տանեմ երեխեքը մի բան սարքեն։ Այս պահի դրությամբ ինտենսիվ աշխատումը համ էլեկտրոցանցն է աշխատում, համ գազն է աշխատում, փորձելու ենք այսօր օրվա մեջ երկու խնդիրներ լուծել։ Աջակցությունը երբ ու ինչքան կլինի, դեռ հստակ չէ։ Հիմա առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբերում։ Հոսանքալարերն ու ընկած թիթեղները տարածքից հեռացնելով, ընդ որում ոչ միայն փրկարարներն ու համայնքապետարանի աշխատողները, այլև քաղաքի բնակիչները։ Սենց քամի աբարանի այն սկզբից 1828 թվից մինչև հիմի հաստատ չի ելել։ Սենց էլ էր սարում։ Մեր մեծերն ասում են վիշապի քամի, բայց ապարանի մեջն չի ելել։ Եկավ այս շենքերով, մեկ էլ եմ նայում որոքի մեջ ինչ ասես կա։ Բնակիչներից մեկի այգում փոթորիկը 15 մետրանոց եղևնիներ է շրջել, տանիքը տարել։ Առավոտից քաղաքում լսվող մուրճի թակոցներից մեկն իր տան տանիքից է։ Արագ-արագ նորոգում են, որ անձրևը տուն չլցվի։ Էս ինչ եք անում։ Կտոր, որ վերևը ասենք այս ջարդած մասերը հադենք ժամանակավոր մինչև ասենք կարանան փոխեն ընդհանուր գրիշ։ Այս եղածը հանել ենք, խփել ենք, ընդ գոնե այս պատալուկ չփլի, մինչև տենանք ինչ կլինի։ Ինչ որ մի բան կօգնեն, թե չէ։ Մի գծով մինչև լուսագյուղ տորնադոյի նմանվող քամին տներ է ավիրել, եկեղեցու պարիսպը շրջել, պատշգամբներ քանդել։ Մարդիկ իրենց տարածքն են կարգի բերում, սպասելով, թե ինչ կորոշի պետությունը։ Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։